Այսօր ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները կրակ են արձակել դանակով զինված 25-ամյա մասիստի Վրեժ Գալստյանի վրա։ Երիտասարդը այսօր ժամը 15:00-ի սահմաններում հայտնվել է ազգային ժողովի բակում։ Ներկայանալով իբրև Հիսուս Քրիստոս, Վրեժ Գալստյանը փորձել է մտնել խորհրդարանի շենք, չենթարկվելով անվտանգության աշխատակիցների հրահանգներին։ Նախազգուշական կրակոցից հետո ոստիկանը ստիպված կրակել է նրա ոտքին վնասազերծելու համար։ Ազգային ժողովում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Վրեժ Գասպարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց։ Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Հատուկ սուբյեկտների վերաբերել է հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերի նախաքննություն իրականացնում եւ կողմերից մեկը, եթե մեր սուբյեկտները հանդիսանում, հա, տվյալ դեպքում ազգային ժողովն այդ կողմը մտնողն է, ազգային ժողովը չէ։ Հիմա մնացած ինֆորմացիան հետագայում։ Ազգային ժողովի շենքից դուրս եկող падգամավորները եւս տեղյակ չեն միջադեպի մանրամասներից։ Խորհրդարանի անցագրային բաժնում հավաքված լրագրողներին, այդ թվում հավատարմագրված լրատվամիջոցների միջադեպից հետո չթույլատրվեց մտնել ազգային ժողով։ Տարածքում քննչական գործողություններ էին իրականացնում իրավապահ մարմինները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրեժ Գասպարյանը երեկ եւս եկել էր խորհրդարանի ընդունարան եւ դուրս եկող լրագրողներից խնդրել հարցազրույց վերցնել իրենից։ Մեզ հասած տեղեկություններով նա բնակվում է ծնողների հետ եւ մի քանի օր առաջ էլ կացնով հարձակվել է մոր վրա։ Լուրեր են շրջանառվում, որ նա հոգեկան շեղումներ ունի եւ 2 դատվածություն։ Այս պահին Վրեժ Գասպարյանը թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է եւ վիրահատության է ենթարկվել։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Նարիներիցյան Հովսեփ Հովսեփյան, IPFM։